Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները։ Ես ներողություն եմ խնդրում երեկվա բացակայության համար, երեք գարնան ձմեռվա վերջին եւ գարնան առաջին լեալուսիններ եւ այդ օրը սովորաբար նրանք, ովքեր որ զբաղվում են բաքտի յոգայով, տոնում են Տեր Չայտանյայի հայտնությունը, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորման հայտնությունը, որը հայտարարել է Աստվածամերժության դարաշրջանի գլխավոր կրոնական ճանապարհը։ Եվ ուրեմն մենք շարունակում ենք ձեզ հետ քննարկել Տեր Բրահմայի աղոթքները, որտեղ այս պահին Տեր Բրահման արդեն սկսել է արտահայտել իր վերաբերմունքը նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հանդեպ, թե ինչպիսին է ինքը տեսնում, ինչու է սա շատ կարևոր, որովհետև մի քայլ անց Տեր Բրահման ինքը սկսելու է արարել նյութական աշխարհը բնակեցնել, կներեք, նյութական աշխարհը բնակեցնել կենդանի էակներով։ Եվ իհարկե այդ դիրքի համար շատ կարևոր է, որպեսզի Տեր Բրահման ինքը ոչ մի սխալ չգործի։ Մենք մի քանի անգամ ձեզ հետ քննարկել ենք, որ նյութական աշխարհի արարումը, արիացի դերը, դրա պատասխանատվությունը դնում են ոչ միայն Գերագույն Աստծո անձնավորության ջղայնության վրա, այլ կամ ընդհանրապես ջղայնության վրա իրականում ոչ մի բան չեն դնում իրանք պատասխանատվություն, իրանք խոսում են նրա մասին, որ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուղղակի տեսնում է, որ կենդանի էակը ինչ որ սխալ գաղափար է առաջ քաշում, նախանձելով հոգևոր աշխարհում ավելի բարձր, այսպես կոչված, դիրք ունեցող կենդանի էակներին, եւ ուրեմն չի պատկերացնում, որ եթե իր այդ ցանկությունը բավարարվի, հոգևոր աշխարհը ինչի կվերածվի։ Այդ նպատակով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը առանձնացնում է այդպիսի կենդանի էակներին եւ տալիս է տարածք, որը մենք կոչում ենք սովորաբար նյութական աշխարհ։ Նյութական աշխարհում ապրում են այն կենդանի էակները, որոնք իրենք նախանձի հանդեպ հակում ունեն եւ այս աշխարհը արարված է նրա համար, որպեսզի կենդանի էակները տեսնեն, թե ինչի է վերածվում աշխարհը, երբ որ կենդանի էակները միմյանց հետ մրցակցում են կամ այդ մրցակցության մեջ անցնում են թշնամանքի։ Եվ ինչպես մենք ձեզ հետ տեսնում ենք, այո, աշխարհը վերածվում է դժոխքի եւ ոչ մի դրախտային կյանքի կամ հոգևոր երանության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը խոսում է հենց դրա մասին, թե ինչպիսի կենդանի էակներ են գալիս նյութական աշխարհ, ինչպես են իրանք ապրում եւ այլն եւ այլն։ Ես կարդամ մեր այսօրվա տեքստերը եւ մենք սկսենք մեր քննարկումը։ Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ տեքստեր 9-ից։ Օտերիմ, հոգու համար իրականում նյութական տառապանք չկա, բայց քանի դեռ պայմանավորված հոգին կարծում է, որ իր մարմինը ստեղծված է զգայական վայելքի համար, նա կմնա քո արտաքին էներգիայի վերահսկողության տակ եւ չի կարողանա ազատվել նյութական տառապանքի կապանքներից։ Նման ոչ նվիրալները օրվա ընթացքում ուժասպառ են անում իրենց եւ իրենց զգայարանները ծանր ու անուրախ աշխատանքով, իսկ գիշերը տառապում են անքնությամբ, բանականությունը հաճախակի ընդհատում է նրանց գունը իրենց երևակայության կողմից ստեղծված պատկերներով։ Գերբնական ուժը մեկը մյուսի հետևից քանդում է նրանց բոլոր բազմազան ծրագրերը, նույնիսկ մեծ իմաստունները չեն կարող խուսափել նյութական աշխարհում ծննդյան եւ մահվան շրջապտույտից, եթե հրաժարվեն լսել քո տրանսցենդենտալ գործունեության մասին։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, արիացիները իրենք շարունակում են համառորեն պնդել, որ Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիքի լսողության process-ը հրաշքներ է գործում։ Սա իրականում շատ կարևոր կետ է, որովհետև
մենք եթե նայում ենք այս տեսանկյունից, այսինքն եթե մենք հասկանում ենք, թե այդ գործողությունը ինքը ինչի հաշվին է այդքան կարևորվում, չէ՞, ապա մենք անմիջապես կարողանում ենք ընկալել, թե որ կրոնական տեսությունը իր մեջ ինչ պոտենցիա է պարունակում հրավիրել Գերագույն Աստծո անձնավորության ուշադրությունը դեպի իրեն, հա, եւ ստանալ գերագույնի աջակցությունը։ Ուրեմն մենք սկսենք 9-րդ տեքստից, հա, եւ հետո արդեն կքննարկենք 10-րդ տեքստը, խոսենք այդ թեմայի շուրջ եւս։ Ուրեմն տեքստը ինքը խոսեց դրա մասին, որ հոգին իր բնության է համաձայն երբեք իրականում նյութական տառապանքներ չի զգում, ոչ թե չի զգում, այլ չի կրում իր վրա, չէ՞, բայց որովհետև ինքը պայմանավորված է նյութական մարմնով, ապա այդ վիճակը իրան բերում է այդպիսի վիճակի, որ նույնացնելով իրեն ուրեմն նյութական աշխարհի հետ, կենդանիակը կրում է նյութական աշխարհի երկակիության ազդեցությունը։ Մենք արդեն ձեզ հետ քննարկեցինք այդ տեքստը, որտեղ խոսացվում էր դրա մասին, որ կա, ասենք, ցուրտ, ձմեռ, ցերեկ, գիշեր, սեր, ատելություն, այսինքն որ նյութական աշխարհը ինքը երկակի է, հա, եւ կենդանիակները իրենք ուրեմն կրում են երկակիության այդ ազդեցությունը իրենց վրա։ Հիմա ուրեմն այստեղ մենք նորից հանդիպում ենք այդ թեմային եւ պետք է ամեն անգամ այս թեմայի հետ հանդիպելով ավելի ու ավելի խորը հասկացողություն զարգացնենք, թե ինչի մասին է այստեղ խոսքը։ Որտեղ գիտեք ինչպես, երբ որ ինչ-որ մի գաղափար հնչում է, չէ, եթե այդ գաղափարը ինքը նոր է, առաջի պահին ուշադրություն է գրավում, հետո դրանից հետո արդեն բանականությունը ինքը ինֆորմացիոն տեսանկյունից ամեն անգամ այդ գաղափարի հետ հանդիպելուց ոնց որ կոպիտ ասած ինքը իրեն ասում է, դե ես սա արդեն գիտեմ, եւ չի մտածում դրա շուրջ, հասկանում եք։ Դրա համար է, որ ես միշտ փորձում եմ ցանկացած գաղափար հենց ամենասկզբից քննարկել ինչքան հնարավոր է մանրամասը, որպեսզի բանականությունը ինքը ոչ միայն, այսպես էլի, արտաքին, ոչ թե արտաքին, այլ պավերնսնի բառը հիմա չի գալիս, հա, ուրեմն պավերնսնի էլի, արտաքին ընկալումը, այսպես ընդունի, որ ինքը արդեն հասկացել է եւ անցնի առաջ, մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան, որ եթե մենք գաղափարները մինչև վերջ չենք փորձում ինքներս մեր մեջ քննարկել, չէ, ապա մենք ուրեմն գալիս եւ հասնում ենք այդպիսի իրավիճակի, որտեղ իրականում չենք կարողանում ռեալ հոգեվոր առաջընթաց ունենալ։ Ռեալ հոգեվոր առաջընթացի համար բոլոր գաղափարները պետք է, ես սովորաբար ասում եմ, մտածվեն մինչև վերջ։ Այսինքն ամեն մի բառ, ամեն մի գաղափար ինքը ունի իր արտաքին ընկալումը եւ ունի իր հատակը, հա, եւ անձնավորությունը ինքը լուրջ ներքին ճանապարհ է անցնում հոգեվոր տեսանկյունից միայն այն դեպքում, երբ որ ինքը ամեն մի բառին, ամեն մի գաղափարին պատշաճ ուշադրություն է դարձնում եւ մտածում է այնքան, մինչեւ հասնի այդ գաղափարի հատակին։ Այսինքն, երբ որ հասկանալու բան այլևս չի մնում։ Սա է ճանապարհը։ Արագ կարդալով Սուրբ գրվածքը ոչ մեկ չի կարող այսպես էլի զգալի արդյունքներ ունենա հոգևոր կյանքում։ Ուրեմն, սիրելիներս, այս տեքստը ինքը քննարկում է, չէ, մի շատ ֆունդամենտալ գաղափար արիական քաղաքականության, որտեղ արիացիները իրենք համառուն են, պնդում են, որ տառապանքը չի պատկանում հոգուն։ Հասկանում եք, այսինքն, որ կենդանի էակը ինքը նյութական աշխարհում գտնվում է նույնականացման սկզբունքով։ Հիմա այս սկզբունքը իրականում
շատ ու շատ դեպքերում մարդկանց կողմից ընկալվում է, այսպես էլի, բավականին սխալ։ Ինչու՞մն է գաղափարը։ Երբ որ մենք հանդիպում ենք ինքնաիրականացված անձնավորությունների, չէ՞, ուրեմն մարդիկ իրանք մտածում են այսպես, եթե իրենք հենված են իմինը արիացիների գաղափարախոսության վրա, իրենք մտածում են այսպես, որ եթե անձնավորությունը ինքը ինքնաիրականացված է, այսինքն եթե կենդանիակը ինքը իրեն չի նույնացնում նյութական մարմնի հետ, հա, դա նշանակում է, որ իր նյութական մարմինը պիտի ոչ մի բան չզգա։ Հասկանում եք։ Այսինքն, եթե այդպիսի անձնավորությունը, չգիտեմ, տանջամահանեն, եթե այդպիսի անձնավորությունը սոված լինի, եթե իր մարմինը ինքը պիտի ընդհանրապես ոչինչ չզգա։ Սա շատ սխալ գաղափար է։ Այսինքն, ինչ են ասում արիացիները։ Իրանք ուղղակի ասում են, գոյություն ունի նյութական մարմինը։ Այս նյութական մարմինը ինքը ունի իրակառուցվածքը եւ նյութական աշխարհը ինքը ունի եւ իրակառուցվածքը, չէ, եւ ասենք իր բան էլի, իր ընթացքը ունի, իր օրենքները ունի։ Երբ որ կենդանիակը ինքը դադարում է իրեն նույնացնել նյութական մարմնի հետ, դա չի նշանակում, որ նյութական մարմինը դադարում է զգալ։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը գտնում է նրա մասին, որ կենդանի, այսինքն նյութական մարմինը ինքը բաղկացած է նյարդերի համակարգից։ Եվ նյարդերն են, երբ որ մաշկին վնաս է պատճառվում, չէ, այդ նյարդերի համակարգի միջոցով իմպուլսը գտնում է դեպի ուղեղ, որպեսզի անձնավորությունը ինքը հասկանա, որ իր մարմնին վտանգ է սպառնում։ Եվ դա արտահայտվում է, որպեսզի ուշադրություն գրավի, չէ, արտահայտվում է որպես ցավ։ Հիմա ենթադրենք, սա նյութական մարմնի օրենքն է, չէ, հիմա, արիացիները իրենք ասում են, կենդանիակը ինքը իրեն, որովհետև տառապանք է զգում, որովհետև նույնացնում է մարմնի հետ։ Այսինքն, եթե ինքը չի նույնացնում, դա չի նշանակում, որ նյութական մարմինը ինքը չի ցավում։ Հասկանում եք։ Դա նշանակում է, որ փոխվում է ընկալումը։ Սա է նշանակում։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը վնաս է ստանում իր նյութական մարմին, չէ՞, հիմա, երբ որ մեր նյութական մարմինը ինքը վնասվում է հեռու բոլորից, հա, ինչ է տեղի ունենում։ Առաջի հերթին կենդանիակը ինքը ուղղակի ցավ է զգում։ Ուղղակի ցավ է զգում եւ սկսում է, ինչպես է ինքը ռեակցիա տալիս ցավին, սկսում է գոռալ, սկսում է փորձել պրծնել այդ ցավից եւ այլն, չէ՞։ Բայց այդտեղ նաեւ մի հատ ուրիշ վախ կա, որ ինքը կարող է այդ նյութական մարմինը կորցնի, այսինքն որ այդ ցավը, որ իրան պատճառում են, կարող է իր մարմինը ոչնչացնի։ Որովհետև մենք շատ դեպքեր գիտենք պատմության ընթացքում, չէ, որ մարդկանց այնպիսի կտանքների եմ ենթարկել, որ մարդիկ ցավային շոկից են մահացել։ Հասկանում եք, այո, իհարկե, այն դաժանությունը, որով մարդիկ կարող են իրար հետ վարվել, դա, այո, իհարկե, կան մարդիկ, որոնք իրանք ասում են, որ մարդուց ավելի դաժան եւ վտանգավոր գազան չկա, ես կարծում եմ, որ դրա մեջ ճշմարտություն կա։ Դա իհարկե չի նշանակում, որ բոլոր մարդիկ են գազան, հա, բայց որ մարդը, երբ որ ինքը գազանությանը պատրաստ է, ինքը այնպիսի բաներ է անում, որ այս աշխարհում ոչ մի կենդանի չի անում, հա, որովհետեւ այդ տանջելը, հասկանում եք, դա անում է միայն մարդը։ Ուրիշ ոչ մեկ այդպիսի գործողությունների չի դիմում։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, որովհետև կենդանական աշխարհը ինքը իրար վնաս են տալիս ուղղակի, որովհետև ըստ բնության իրանք իրար կերակուր են եւ ուրիշ ոչ մի խնդիր այդտեղ չկա։ Հասկանում եք։
կամ էլ ասեք, չգիտեմ, էքի կռիվ են տալիս։ Ուրիշ ոչ մի բան չկա այնտեղ էլի։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը ինքը ինչ-որ գաղափարախոսության հետ կապված, ինչ-որ, չգիտեմ, քաղաքական նպատակներով, եսի միջերով, այնպիսի բաներ կարող է մարդը մարդու հետ անել, որ նո ամոթալի է իրականում, բայց դե մենք տեսնում ենք, որ աստվածամերժության դարաշրջանի մարդիկ ոչ մի ամոթի զգացում դրանից չեն ունենում։ Եվ հակառակը մեկ-մեկ այդ բոլոր դաժանությունների մեջ իրենց հերոսներ են համարում։ Հիմա տեսեք, սիրելիներ, չէ՞, այսինքն այս նույնացման մեխանիզմը, չէ՞, ինքը շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ եթե ազնվորությունը ինքը ինքնաիրականացված է, դա չի նշանակում, որ իր մարմինը ցավ չի զգում։ Այո, իհարկե, այդ արանքում կան ազնվորություններ, որոնք իրենք եւ այդ ազնվորությունները զբաղվում են յոգայով, այդ process-ը ինքը կոչվում է յոգա բոլոր դեպքերում, հա, որոնք իրենց զգայարանները բերում են այն աստիճանի, որ օրինակ, չէ, կարող է այսպես ձեռքը մտցնել եռման ջրի մեջ, հանել եւ նույնիսկ ոչ մի բան իր մաշկը չայրվի նույնիսկ։ Իհարկե այդպիսի երևույթ կա, հասկանում եք, բայց մենք հիմա պետք է տարբերենք օրինակ, չէ, ինչու եմ ես հիմա այսքան կանգնում այս խնդրի վրա, որովհետև կա ինքնաիրականացման երկու ճանապարհ։ Առաջի ճանապարհը դա այն ճանապարհն է, որտեղ կենդանի էակը ինքը հոգևոր զարգացում է ապրում իր սեփական ուժերի վրա հենված։ Այև որ ինքը հոգևոր աճ է ապրում սեփական ուժերի վրա հենված, չէ, ինքը ստիպված է լինում, դուք պատկերացնում եք, ասենք, ինչպիսի ուժեր պիտի ունենաս, որպեսզի կարողանաս հաղթահարես նյութը, հա, հաղթահարես նյութական աշխարհը, այդ բոլոր իր շերտերը եւ կարողանաս դուրս պրծնես նյութական աշխարհից։ Այդտեղ ահռելի միստիկական ուժեր են պետք կենդանի էակին, չէ՞։ Եվ այդպիսի ազնվորությունների պրակտիկան ինքը հենց այդպիսինն է, որ իրանք շատ ուժեղ մարզում են իրանց եւ կոպիտ եւ նուրբ մարմինը։ Հիմա տեսեք սիրելիներս, եւ դա կոչվում է միստիկական ուժեր։ Այո, այդպիսի ազնվորությունները իրենք պրակտիկորեն կարող են հասնել այն մակարդակի, որտեղ իրանց մարմինը ընդհանրապես կարող է ոչ մի ցավի բաներ ազդեցություն չկրի իր վրա, ինչ ուզում են իրանց մարմնի հետ անեն, չէ՞։ Հիմա տեսեք, այ օրինակ ենթադրենք սամադհիի վիճակում, այսինքն այդ 100%-անի ներքին կենտրոնացման վիճակում, չէ, կլասիկ յոգի հետ, ինչ ուզում եք իր մարմնի հետ արեք, ինքը ընդհանրապես ոչինչ չի զգալու, որովհետև ինքը գիտակցությամբ բացարձակ այդ պահին այլ վայրում է գտնվում, հասկանում եք, եւ տեսեք ասենք, եւ գոյություն ունեն ազնվորություններ, որոնք իրենք ինքնաիրականացման process են անցնում, հա, հենվելով գերագույն Աստծո ազնվորության վրա, նրա հզորության վրա։ Այդպիսի ազնվորությունները իրանք ոչ իրենց մարմինն են մարզում, հա, ոչ ինչ-որ գերբնական ուժերի են ձգտում, իրանք այդպիսի պրոցեսների մեջ ընդհանրապես չեն խառնվում։ Այսինքն ամբողջ պրոցեսի ընթացքում, չէ, իրենք գտնվում են այդ նյութական մարմնի մեջ, օգտագործում են այդ նյութական մարմինը հոգևոր կյանքի համար, հա, բայց իրենց հոգևոր կյանքը ինքը հենված է ուրիշ սկզբունքի վրա։ Իրենք ծառայում են գերագույն Աստծո ազնվորությանը, այդ ծառայելու տակ եսի միշտ չենք հասկանում, էլի, արդեն քննարկել ենք, չէ՞ որ լսում են Աստծո մասին գիտելիքը, ուսումնասիրում են այդ գիտելիքը, մինչև որ հիշեն, հա, հետո սկսում են այդ հիշած գիտելիքի համաձայն ապրել։ Այսա նշանակում է ծառայել Աստծուն, այսինքն որն է Աստծուն մատուցված ամենամեծ ծառայությունը։ Աստծուն մատուցված ամենամեծ ծառայությունը դա ըստ նրա կամքի ապրելն է։ Հասկանում եք, ոչ ինչ-որ այսպես էլի ինքնատանջանքն է, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպիսի պրոցեսների մեջ ընդհանրապես ներկաշված չի, ինքը
ընդհանրապես կարիք չունի, որ կենդանիակը ինքը իրան տանջի, չգիտեմ, ես ինչ անի, այսպես անի։ Դա ինքը կենդանիակն է հորինում, որ ես ուզում եմ այս աշխարհից դուրս պրծնեմ սեփական ուժերի հիմքի վրա։ Այդտեղ սկսվում է այդ process-ը։ Հասկանում եք, բայց եթե կենդանիակը ինքը այդքան խելամիտ է, որ հենվում է Գերագույն Աստծո անձնավորության օգնության վրա, այդ ժամանակ, տեսեք, գալիս է այդ ինչ որ կոչվում է բhakti yoga։ Ինչն է որն է բhakti yoga-ի հիմքը։ Բhakti yoga-ի հիմքը ուրեմն շատ կոպիտ ասեմ, էլի, կեր, խմի, քեֆ արա, որովհետև այդքան տոներ, ինչքան որ կան բhakti yoga-ի մեջ, աշխարհում ուրիշ ոչ մի կրոնականություն այդքան տոներ, այսինքն իմինը ուրախանալու հնարավորություններ չունեն։ Տեսեք, այնտեղ որտեղ Աստծո մասին գիտելիքը ինքը լիարժեք է, այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ մեծ խանդավառությամբ, մտնում է կենդանիակի կյանք որպես ուրախության աղբյուր։ Հասկանում եք, եւ այդտեղ ոչ բարոյականությունն է դառնում, ես մի ինչ որ տանջանքի, չգիտես ինչի բան, հասկանում եք, այդ ամեն ինչը ինքը տեղի է ունենում միայն Աստվածամերժության տարաշրջանում, ինչի հաշվին։ Դա տեղի է ունենում նրա հաշվին, որ Աստվածամերժության տարաշրջանում ապրում են էգոիստ կենդանիակները, եւ ամենակարևորը, երբ որ մարդը ինքը զբաղվում է, սա շատ կարևոր կետ է, որ միշտ հիշեք, երբ որ մարդը ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, Աստվածամերժության դարաշրջանում, իրեն շրջապատող կենդանիակները դրանից չեն կարող լինել ուրախ։ Ինչու՞։ Որովհետև իրենք սիրում են զգայարանները ազատ բավարարելու գործընթացը։ Այսինքն, ինչպես ուզում եմ, ինչպես ուզում եմ եւ ինչքանով որ դա ինձ հնարավորություն է տալիս իմ ճակատագիրը, կներեք խնդրում եմ։ Հիմա տեսեք ուրեմն, չէ՞, կենդանիակը ինքը երբ որ ուրեմն այդ տրամադրությունը ունի, ինքը ինչպես կարող է սիրել այդ ազնվորությանը, որը փորձում է ղեկավարել իր զգայարանները, որը բարոյականության խնդիր է առաջ քաշում, չէ՞, որ ասենք, իսկ որն է բարոյականության խնդիրը։ Բարոյականության խնդիրը իրականում խոսքը գնում է ընդամենը մի բանի մասին, ինչի մասին։ Խոսքը գնում է նրա մասին, որպեսզի կենդանիակը ինքը այնպես ապրի իր կյանքը, որ ուրիշ կենդանիակներին տառապանք չպատճառի, համենայն դեպս միտումնավոր։ Самая минимальная платформа, էլի։ Հասկանում եք, սիրելի, չէ՞։ Եվ ուրեմն այս ամեն ինչի մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դուրս է գալիս ուղղակի որպես ուրախության աղբյուր եւ ուրիշ ոչինչ։ Եվ երբ որ կենդանիակը ինքը այդ process-ն է վերցնում, չէ՞, իր համար մեկ է, հասկանում եք, թե ինքը նույնացնում է իրան այդ մարմնի հետ, ինքը չի նույնացնում իրան այդ մարմնի հետ, ինքը դեռապես այդ մարմինը ինչով է զբաղված, ինքը կենտրոնացած ծառայում է Գերագույն Աստծո անձնավորությանը։ Չէ՞, այդ դեպքում անձնավորությունը ինքը միստիկական ուժեր չի զարգացնում։ Հասկանում եք, դա իրան ընդհանրապես, այսպես ավելնորդ բան է իր համար։ Միստիկական ուժեր չի զարթացնում, իր մարմնի տրենիրովկայով չի զբաղվում, որպեսզի բերի իրան միջև այդ ազգայության մակարդակը, չէ՞, եւ այդպիսի ազնվորությունը ինքը կարող է լինել ինքնաիրականացված եւ կարող է զգալ ցավ։ Ընդհանրապես այդ երկու գործոնները ընդհանրապես իրար հետ ոչ մի կապ չունեն, չէ՞։ Հիմա, ուրեմն, սիրելիներս, չէ՞, այս խնդիրը մենք պետք է շատ այսպես բաներ ուշադիր նայենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչը որպես ինչ է արտահայտվում, հա։ Արիացիները իրանք ասում են, որ հոգին ինքը, այսպես ստանդարտ մի հատ արտահայտություն կա, սաթ ճիտ անանդա, հա, այսինքն որ հոգին իր բնությամբ ինքը հավերժ է, ընկալող է եւ երանելի, հա։ Այդ ընկալող, խոսացվում է նրա մասին, որ լիքն է գիտելիքով, ճիտ էներգիան, դա գիտելիքի էներգիան է, հա։
Այ տեսեք, մենք ասում ենք, ինքը հավերժ է, ինքը գիտելիքով լի է եւ երանելի։ Սա հոգու գլխավոր որակներն են։ Հիմա եթե կենդանիակը ինքը այս երեքի կրողն է, պարզ է, չէ՞ որ բոլոր տեսակի ցավերը, բոլոր տեսակի անհանգստությունները, բոլոր տեսակի տառապանքները չեն կարող լինել հոգունը։ Հասկանում եք, չեն կարող, որովհետև իրականում, չէ, արիացիները իրանք ինչպես են նկարագրում։ Ես միշտ այդ Ավատար ֆիլմի օրինակն եմ բերում, որովհետև իրականում այդ գաղափարը ինքը վեդաներից է վերցված, չէ, ուղղակի այնպես էլի ժամանակակից ինտերպրետացիա է տրված։ Իրանք ասում են, քո հոգևոր մարմնի հետ ոչինչ չի եղել, որովհետև քո հոգևոր մարմինը այն սկզբնականը, որով դու գերագույն աստվածնավորության մասնիկն ես, սա շատ կարևոր գաղափար է, հասկանում եք, արիացիներ իրանք այդպիսի գաղափար առաջ չեն քաշում, որ Աստված նստած էր, դու ընդհանրապես չկայիր, մեկ էլ ինչ-որ մի օր, չգիտես ինչի, ինքը մտածեց, որ պիտի սարքի մարդ, հա, տունտունիկ էր խաղում, էլի, ուրեմն, ինչ-որ այգի սարքեց, չգիտեմ, էս արեց, հետո վերցրեց կավից սարքեց, ինչ-որ մեկին, հասկանում եք, չէ՞։ Արիացիներն իրանք ուրիշ գաղափար են առաջ քաշում, իրանք ասում են, գերագույն աստվածնավորությունը ինքը հավերժ է, կենդանիակները նույնպես հավերժ են, ինչպես եւ ինքը գերագույն աստվածնավորությունը։ Եվ այո, մենք տեսնում ենք, որ Բhagavad Gita-ում Տեր-Շրիշնան հենց այդպես էլ ասում է अर्जुन-ին։ Ինքը ասում է, երբեք չի եղել այդպիսի ժամանակ, ոչ լինեմ ես կամ չլինես դու։ Մենք երկուսս էլ հավերժ Եվ տեսեք, ասենք, արիացիները իրենք այդ գաղափարն են առաջ քաշում, որ կենդանիակը ինքը գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկն է, այսինքն, որ ինքը բնությամբ գերագույն Աստծո ազնվորության հետ որակապես նույնն է եւ տարբերվում է միայն քանակով։ Կենդանիակը ինքը անսահման չնչին է այդ տեսանկյունից, գերագույն Աստծո ազնվորությունը անսահման մեծ։ Եվ այդ տեսանկյունից կա մենակ այդ քանակական տարբերությունը, իսկ որակապես մենք իրանից չենք տարբերվում, այսինքն մենք նույնպես նախատեսված ենք երանության, գիտելիքի, ընկալման և հավերժ գոյության համար, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, մենք սա մի քանի անգամ քննարկել ենք, իրականում իր հոգևոր մարմնի հետ ոչ մի բան տեղի չի ունենում։ Դրա համար է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակի նյութական գոյությանը այդքան լուրջ չի վերաբերվում, էլի։ Հասկանում եք։ Դա նույն բանն է, ոնց որ ասենք մարդը ինքը Մարիա դետկա սարքի է, որ կուկլաները այսպես ձեռքերով խաղացնում են, չէ՞։ Եվ այդ կուկլայով մասնակցեն ինչ որ մի հատ բան, ասենք, այսպես էլի, պախոդու հորինված սիտուացիաների մեջ, հա։ Եվ այնքան տարվի այդ խաղով, որ լուրջ իրան նույնացնի այդ տիկնիկի հետ։ Հասկանում եք, այդ կողքից նայող ռեժիսորը ինքը, հա, այդպիսի process-ի պես չի գնելու, չէ, ինքը միշտ գիտակցելու է, որ այս ազնվորությունը ինքը այսա է, իսկ սա էլ իր տիկնիկն է ընդամենը։ Եվ վերջ։ Հասկանում եք, եւ երբ որ մենք այդպես լուրջ գերագույն Աստծո ազնվորությանը խնդրում ենք, որ ինքը պաշտպանի, որ ինքը եսի մի չանի, դա մեր համար դա շատ լուրջ է, որտեղ մենք նույնացնում ենք մեզ նյութական մարմնի հետ։ Հասկանում եք, իսկ իր համար այդտեղ ոչ մի լուրջ process ընդհանրապես այդ պահին տեղի չի ունենում։ Դրա համար ինքը շատ հեշտությամբ է, ասենք, ինչ-որ հարցեր լուծելու համար, ինքը շատ հեշտությամբ է գնում նյութական մարմնին վնաս տալու ճանապարհով, ինչ որտեղ ինքը գիտակցում է, որ իրական կենդանիակը ինքը այ հոգևոր աշխարհում իր համար, դա գիտեք ինչպես էլ է, ինչ-որ մի վարքյան այսպես անջատված նստել է, իր մեջ ինչ-որ բան է պատկերացնում իրականում։ Դրա համար, երբ որ արիացի հեղինակություններն են իրենք դիմում կենդանիակներին, իրանք երբեք չեն ասում վերադարձի հոգևոր աշխարհ, իրանք ասում են զարթնիր, զարթնի, հասկանում եք, սրա մասին է խոսքը, էլի։
Եվ ուրեմն, չէ, հիմա տեսեք, կենդանիակի հոգևոր մարմին ոչինչ չի լինում։ Կենդանիակը ինչպես կար հոգևոր աշխարհում, այդպես էլ մնում է հոգևոր աշխարհում։ Ինքը նյութական աշխարհ է գալիս գիտակցությամբ։ Այսինքն, երբ որ ինքը իր մեջ խորասուզվում է, ասեք, ինքը նայեց, շատ բարձր սիտուացիա է, ինքը նայեց ինչ-որ մեկին նախանձեց, չէ՞։ Երագույն Աստծո անձնավորությունը անմիջապես իրան անջատում է հոգևոր աշխարհը անցալելու հնարավորությունից, ինքը մի մոմենտ այսպես սառում է եւ խորասուզվում է իր ներս։ Այդ իր ներսում ինքը տեսնում է իր ամբողջ այդ նյութական գոյությունը։ Այսինքն ներսում ինքը սկսում է իր ներքին աշխարհում գործել։ Այստեղ ինչ կանեի, այստեղ ոնց կանեի, որ ավելի կարևոր լինեի, որ չգիտեմ, ավելի բարձր տեղ գրավեի։ Հետո ինքը այդպես երասի մեջ սկսում է մրցակցել կենդանի։ Ու այս ամեն ինչը ինչ որ ալնում է։ Հասկանում եք, այդ տեսանկյունից է, որ արիացիներն ասում են նյութական աշխարհը ինքը իլյուզիա է։ Հասկանում եք, որ ինքը իլյուզիա է, ոչ թե այն իմաստով, որ ինքը չկա, ինքը կա, որովհետև լուրջ հոգևոր մարդիկ իրանք ասում են, հիմա որ կոշիկս հանեմ, խփեմ գլխիդ, չի ցավա, ցավալու է, չէ՞։ Ուրեմն կա եւ գլուխդ եւ կոշիկը։ Հասկանում եք, որտեւ երբ որ չկա, դա գալագրամմա է եւ ինչ ուզում ես այդտեղ արա, ոչ մեկ ոչ մի բան չի կարող զգալ, չէ՞, բայց այստեղ կոնկրետ զգացողություն կա։ Ուրեմն նյութական աշխարհը ինքը ռեալ է։ Ինքը իլյուզիա է իր էությամբ։ Մենք մի անգամ խոսել ենք դրա մասին։ Արիացիները իրենք նյութական աշխարհը ասում են արտաքին էներգիա, իլյուզոր էներգիա։ Եվ կա հոգևոր աշխարհը, հոգևոր աշխարհի հանդեպ իրենք ասում են ներքին էներգիա եւ իրական էներգիա։ Որն է իլյուզիան։ Իլյուզիան այն է, որ նյութական աշխարհը այն ատոմից բռնած մինչև վերջի կիսաստվածը ղեկավարվում է Գերագույն Աստծո ազնվորության կողմից, բայց ինքը դա անում է թաքնված։ Եվ կա իլյուզիա, որ ինքը չկա, սա է իլյուզիան։ Հասկանում եք։ Չեմ խնդրում։ Հա, եւ ուրեմն, չէ, այդ իլյուզոր գաղափարը ինքը իրականում շատ կարևոր գաղափար է։ Եվ պիտի այսպես էլի լավ հասկացվի։ Այսինքն, հիմա մենք պետք է փորձենք հասկանանք այդ մեխանիզմը, թե ինչպես է ստացվում, որ այդ հավերժ կենդանի էակը, որը ինքը հավերժ գոյություն ունի, հավերժ ընկալող է, այսինքն մշտական կարող է իր գիտելիքը ավելացնել եւ երանության համար է նախատեսված, երանելի է, ինչու որտեւ իր հոգեվոր մարմինը ինքը երանելի է։ Եթե ես ունեմ հավերժ մարմին, որին չի կարելի ընդհանրապես հնարավոր չի վնասել, հա? Եվ ունեմ ընկալելու հնարավորություն արտաքին աշխարհը, ինձով կարող է դժբախտացնել։ Ոչ մեկ։ Հասկանում եք, հենց որ մենք գալիս ենք նյութական աշխարհ, չէ, մենք ստանում ենք երկու հատ մարմին, կոպիտ եւ նուրբ, եւ դրանցից երկուսն էլ հնարավոր է ոչնչացնել։ Կոպիտ մարմինը հնարավոր է ոչնչացնել ուղղակի նրան այնպես վնասելով, որ ինքը դադարի աշխատել, չէ, այսինքն չգիտեմ, խփել սրտին, խփել, չգիտեմ, լյարդին, հա, ինչ-որ օրգաններ կան, որոնք եթե վնասվեցին, մարդը մահանում է, չէ, կամ այնքան տաճամահանել, չգիտեմ, էլի, այնպիսի բաներ անել մաշկի հետ, որ մարդը ցավից մահանա, չէ, սիրտը կանգնի, չկարողանա դիմանալ այդ ցավի քանակությունին։ Հասկանում եք, եւ իսկ ինչպես է ոչնչացվում նուրբ մարմինը, դա դեպրեսիան է։ Այսինքն, երբ որ մենք նյութական նուրբ մարմնին այնքան բացասական էմոցիաներ ենք տալիս, հա, մինչև կենդանիակը ինքը այդ իր էմոցիոնալ աշխարհը, երբ որ մահացավ, ինքը չի կարողանում ոչ մի ռեակցիա տալ, всё մտածավ, ինքը ընկավ դեպրեսիայի մեջ։ Չէ, դա ինքնասպանությունն է իրականում, բայց ի՞նչն է այդտեղ առաջին հերթին մահանում է նուրբ մարմինը։ Հասկանում եք։ Եվ հետո իրան պրոցեսները պետք է լի որ ռեանիմացիա լինի։
հա, հասկանում եք, այսինքն նուրբ այդպես չէ, որ միջև վերջ, բայց փաստացի ինքը լավ չասեմ մահանում է, դադարում է գործել։ Այսպես, որտեղ նուրբ մարմինը իրականում կենդանիակի ամբողջ նյութական գոյության ընթացքում փոխանցվում է մի մարմնից մյուս մարմին։ Երբ որ մարդը ինքը մահանում է, դա բանել է, դա սխալ ճուր կարծիք է, որ հոգին է դուրս գալիս։ Հոգին ինքը երբեք նյութական մարմնի մեջ չի լինում։ Նյութական մարմնի մեջ է գտնվում նուրբ մարմինը, որը ինքը այսպես բոլոր մարմիններից տեղափոխվում է մի մարմնից մյուս։ Կենդանիակը իր համար հանգիստ հոգևոր աշխարհում նստած իրան նույնացնում է այդ ամեն ինչի հետ։ Չէ՞։ Հիմա ուրեմն մենք հիմա խնդիր ունենք հասկանալու, չէ՞։ Բա որտեղից է առաջանում այդ տառապանքը։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդպիսի պատասխան են տալիս, որ տառապանքը ինքը առաջանում է նրանից, որ այդ հավերժ երանելի կենդանի էակը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը իր մարմինը ընկալում է որպես իր էությունը, հա, այդտեղ էլի առաջանում է այն հանգույցը, որը իրականում եւ դառնում է կենդանիակի բոլոր տառապանքների հիմքը։ Հասկանում եք, չէ՞։ Սանսկրիտ լեզվով կա այդպիսի բառակապակցություն, հնչում է դեհա աբհիմանա, հա, այսինքն այդ մարմնական բան մարմնական նույնականացում, հա, այսինքն երբ որ կենդանիակը իրան նույնականացնում է նյութական մարմնի հետ, չէ, այդտեղ իր համար տեղի է ունենում ֆունդամենտալ մի հատ սխալ։ Հասկանում եք, որտեղ այ մարմինը, որը ինքը նյութական աշխարհը ընկալելու, նյութական աշխարհի վրա ռեակցիա տալու ինստրումենտ է, կենդանիակի կողմից ընկալվում է, որպես որ այ սա հենց ես եմ։ Այսինքն ինքը իրականացված ազնվորություն, ինքը ասում է, ինքը իր մեջ գիտի, սա ինստրումենտ է, որը ես օգտագործում եմ։ Այստեղ հոգևոր մարդիկ, չէ, իմինա բակտի յոգայի մեջ, նրանք մի շատ բաների, պարզ եւ այսպես բաների դիպուկ օրինակ են բերում։ Իրանք ասում են, այ օրինակ ենթադրենք, ես հիմա հագած եմ հագուստ։ Չէ՞։ Սա կարելի ասել իմ կերպարի ինչ-որ մի մասն է, չէ՞։ Այո։ Հիմա տեսեք, այ եթե ես ինձ չեմ նույնացնում այս հագուստի հետ, այս հագուստը ուզում է ճղեն, ուզում է վառեն, ինչ ուզում է անեն, ես դրանից ոչինչ չեմ զգալու, չէ՞։ Բայց եթե ես իրան նույնացնում եմ իմ հետ, այսինքն իմ համար, իմ պատկերացումի մեջ, ինքը օրինակ չգիտեմ, իմ քեղեցկության բանն է, արտահայտումներից մեկն է, եթե հանկարծ ինչ-որ մեկը վնասի այս հագուստին, չէ, ես անմիջապես էմոցիոնալ ռեակցիա կտամ։ Հասկանում եք, եւ դրա համար Բhagavad Gita-ում հենց ինքը Տեր Կրիշնան, ինքը հենց այդ օրինակն է բերում, չէ, երբ որ խոսում է բանի մասին, ինքը ասում է, այն նույնպես ինչպես մարդը հագուստն է փոխում, երբ որ այդ հագուստը հնացավ, հա, այն նույն ձևով կենդանիակը ինքը փոխում է իր մարմինները։ Այսինքն խնդիրը այդ բանի մեջ է, ատաժդիսլեյդ է, էլի մի րոպե, չէ ուրիշ բառ կար։ Հասկացաք, սիրելիներ, չէ՞ ուրեմն այս սրա մասին է խոսքը։ Հիմա, երբ որ ուրեմն կենդանիակը ինքը իրեն նույնացնում է նյութական մարմնի հետ, ինքը թույլ է տալիս այդ սխալը։ Հիմա, նյութական մարմինը ինքը նախատեսված է այս աշխարհում ինչ-որ փորձարկելու, ինչ-որ փորձ կուտակելու համար։ Հասկանում եք, իսկ հոգին, որտեղ էլի այդ կոնֆլիկտները առաջանում, իսկ հոգին ինքը նախատեսված է երջանկության համար։
Եվ երբ որ հոգին ինքը իրեն նույնականացնում է նյութական մարմնի հետ, ինքը սկսում է նյութական մարմինը ընկալել որպես կյանքը վայելելու հնարավորություն։ Հասկանում եք։ Եվ այդ դա է ընկալում իր կյանքի իմաստը, նյութական մարմնի միջոցով կյանքը վայելել։ Հասկանում եք։ Եվ այստեղ մենք այդ ենք ստանում, որ իրականում այն բոլոր տառապանքները, որը մենք զգում ենք, դա ոչ թե պատիժ է, հասկանում եք, եւ ոչ էլ պատահականություն է, դա, ոնց ասեմ, կենդանեակի գիտակցության սխալ ուղղության հետևանք է, որովհետեւ իրականում մեր մեջ նստած, մեր մեջ չէ, մենք որպես հոգի, չէ, մեր մարմին պիտի վերաբերվենք այլ կերպ։ Մենք նյութական աշխարհում ինքներս ամեն մեկը ունի իր պատկերացումը, թե ինչպես պիտի շփվի այս աշխարհի հետ։ Եվ մենք հանդիպում ենք կենդանի էակների, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց պատկերացումը, թե ինչպես է կարելի շփվել նյութական աշխարհի հետ, կամ դրանում ապրող կենդանի էակների հետ։ Հիմա կենդանի էակը ինքը այդ պատկերացումներով մտնում է աշխարհ, չէ՞, եւ ինչ որ իրավիճակների է հանդիպում, այսինքն հանդիպում են իրար տարբեր կատեգորիաների էգոիստներ։ Կան էգոիստներ, որոնք իրանք իրենց էգոիզմի մեջ հասել են բացարձակ մակարդակի։ Բացարձակ մակարդակի էգոիստները դա այն անձնավորություններն են, որոնք իրենք, այսպես էլի, բացահայտորեն պատրաստ են ցանկացած բռնության։ Չէ՞, հիմա տեսեք, ես ապրում եմ նյութական աշխարհում։ Եվ մտածում եմ, որ այստեղ ծնվել եմ, որ իմ կյանքը վայելեմ։ Եվ հանդիպում եմ զանազան մարդկանց, որոնք, այսպես բացասականի մեջ, ամենալավագույն դեպքում ուղղակի անտարբեր են, թե ես կվայելեմ իմ կյանքը, թե չեմ վայելի, ես տառապում եմ, թե ինչ եմ անում, բացարձակապես միևնույն է։ Հասկանում եք։ Եվ տեսեք ասեք, չէ՞, եւ ասենք ես կարող եմ հանդիպել անձնավորությունների, որոնք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի ինձ հանդիպելուց վայելողի դերում լինեն իրանք։ Ինչու՞, որովհետեւ որպեսզի կենդանի էակը ինքը ինչ-որ մի բան վայելի, չէ՞, անպայման պիտի լինեն կենդանի էակներ, որոնք պատրաստ են այդ վայելքը պատճառեն։ Հիմա, եթե ես ինչ-որ մի հմայք ունեմ, կամ ինչ-որ մի արժանիք ունեմ, չէ՞, ես կարող եմ ունենալ այնպիսի մարդիկ, որոնք կամավոր են պատրաստ նպաստել, որ ես ինչ-որ մի բան վայելեմ այս աշխարհում։ Եվ դա կոչվում է դրական հարաբերություններ։ Բայց միևնույն է, իրանք էլ իրենց հերթին ինձանից են ինչ-որ մի ռեակցիա, ինչ-որ մի պահելակերպ սպասում։ Եվ իհարկե, եթե ասենք ազնավուն հատկապես դա շատ պարզ երևում է ծնողական հարաբերությունների մեջ, չէ, եւ պարտականություն կատարող ընտանիքի անդամների մեջ, որտեղ հիմնականում դա կներեք, բայց վերաբերվում է կանանց։ Լինում է այնպես, որ տղամարդն է շատ ծառայում ընտանիքին եւ կինը ինքը սխալ պահվածք է ունենում, բայց հիմնականում շահագործվում է կնոջ ծառայությունը եւ տղամարդու կողմից, եւ երեխաների կողմից, եւ ծնողների կողմից։ Չէ՞։
Եվ ասենք տեսեք, չէ, օրինակ այդտեղ իհարկե չէ, անձնավորությունը ինքը տխրում է, եթե իր ամբողջ ծառայությունը ինքը կոպտությամբ է հատուցվում։ Իսկ տեսեք Աստվածամերժության դարաշրջանում շատ հաճախ է, չէ, այդպիսի իրավիճակներ հանդիպում։ Ինչու, որտեղ Աստվածամերժության դարաշրջանում առաքինությունը ինքը գնահատված չի։ Գնահատված են լրիվ ուրիշ որակներ։ Հիմա սիրելիներս, չէ, եւ ասենք տեսեք, այ բանի տեսանկյունից, չէ, ճշմարտության տեսանկյունից, կենդանի էակի նյութական գոյությունը ինքը Աստծո կողմից հովանավորվել է, որպիսի կենդանի էակը ինքը փորձ ապրի, թե ինչի է վերածվում աշխարհը, երբ որ ազնվորությունները դառնում են էգոիստ եւ նախանձ։ Եվ ամեն մի կենդանի էակ, երբ որ ինքը հանդիպում է իրենից ավելի էգոիստի, որը իրեն տառապանք է պատճառում, ինքը պիտի այդտեղ մի հատ արդյունքի գա։ Մի հատ ճիշտ գաղափարի։ Այ ես հիմա հասկացա, թե ինչքան վատ է զգում իրան կենդանի էակը, եթե իր հետ վարվել այնպես, ինչպես այս մարդն է վարվում։ Ուրեմն ես երբեք ոչ մեկի հետ այդպես չեմ վարվի, չէ՞։ Եվ ուրեմն այդ կոպիտ բռնությունից կամաց կենդանի էակը ինքը դուրս է գալիս։ Իհարկե, այդպես չի, որ բոլորը այդ նույն ճանապարհն են անցնում։ Իրականում, երբ որ գալիս է կենդանի էակի գործողությունների հետևանքի կետը, չէ՞, որտեղ մենք ասում ենք արիացիները իրենք առաջ են քաշում գոյավիճակների գաղափարը, չէ՞ որ ասենք նյութական աշխարհը ինքը պատճառահետևանքային է։ Չէ՞ հիմա մենք սա քննարկել ենք, որ ամեն մի գոյավիճակի մեջ, երբ որ կենդանի էակը ինքը հասնում է իր արդյունքին, իսկ որն է։ Տգիտության մեջ արդյունքը միշտ ավիրումներն են, միշտ տառապանքը ավիրումները, всё, ոչնչացման process-ներն են։ Կրքի մեջ մեկ-մեկ հաջողությունն է, մեկ-մեկ հիասթափությունները։ Առաքինության մեջ ուրեմն ճիքերի դիմաց հաջողությունը։ Հիմա տեսեք, այ կենդանի էակը, չէ, ինքը այդ ամեն մի արդյունքը ստանալուց ունի ազատության ընտրություն։ Ինչպես վերաբերվել այդ արդյունքին։ Հիմա կենդանի էակը ինքը տգիտության ազդեցության տակից դուրս է գալիս, չէ, երբ որ ավիրումներ ստանալուց ինքը գալիս է այդ գաղափարի, որ ինքը երբեք ոչ մեկի հետ այսպես չի վարվելու, որ ինքը երբեք չի ավիրելու ոչինչ։ Սա ճիշտ գաղափարն է։ Հա, բայց կենդանի էակը ունի ազատություն։ Եվ այդ ազատության մեջ ինքը կարող է գալ ուղղակի հակառակ եզրակացության։ Որն է այդ եզրակացությունը, որ ինչպես իմ կյանքը ավիրեցի, ում հանդիպեցի ավիրելու եմ։ Ինչպես ինձ ոչ մեկ չխնայեց, այդպես էլ ես ոչ մեկի չեմ խնայելու։ Ինչ արեց դա։ Հոգին ինքը ավելի դեգրադացիա ապրեց, չէ՞։ Եվ այդ արարքների շնորհիվ ավելի ու ավելի խորացրեց իր նյութական գոյությունը, այսինքն ավելի ու ավելի հեռացրեց իրենից այն պահը, երբ որ կկարողանա վերադառնալ հոգևոր աշխարհ, այնտեղ որտեղ ինքը ռեալ կարող է ապրել երանելի։ Հիմա գրքերի գոյավիճակի մեջ, չէ՞, գրքերի գոյավիճակի մեջ կենդանի էակը ինքը երկու արդյունք է ունենում՝ բացարձակ հաջողություն, չէ՞, եւ բացարձակ հիասթափություն։ Հիմա Երբ որ գալիս է հաջողությունը, նույնպես կենդանի էակը ինքը երկու ընտրություն ունի։ Առաջինը դա նա է, որ կենդանի էակը ինքը կուրանում է իր հաջողությամբ եւ վայելում է այդ հաջողությունը, չնկատելով ուրիշների տառապանքը։ Հասկանում եք։ Այդ տրամադրության մեջ ինքը մնում է գրքերի գոյավիճակի ազդեցության տակ, այսինքն նույնպես մնաց նյութական աշխարհում։ Ինչու, որտեղ ինքը ունի մի հատ հիմք։ Երբ որ ես երջանիկ եմ, ես թքած ունեմ, թե ով է տառապում։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ այդ ժամանակ ինքը մնաց գրքերի գոյավիճակի ազդեցության տակ, բայց ինքը ունի մի հատ ուրիշ ընտրություն։ Չէ՞ որ երբ որ ինքը հաջողության է հասնում, ինքը այդ հաջողությունը սկսում է կիսել ուրիշների հետ։
Հենց որ ինքը սկսում է կիսել ուրիշների հետ, ինքը կրքերի գոյավիճակից բարձրանում է առաքինություն, սկսում է առաքինություն զարգացնել։ Եթե ընտրում է ուղակի միայն տուպը, ես հասել եմ, ես վայելում եմ, չէ՞, ուրեմն դա արդեն ուրիշ իրավիճակ է։ Հիմա, սիրելիներս, եւ հիասթափությունն է։ Այդ հիասթափության մեջ ինքը նորից ընտրություն ունի։ Այդ նույն ընտրությունը ինչ որ ուներ տգետները, որտեղ հիասթափությունը դա բան է, էլի։ Հնարավորություն է իջնել դեպի տգիտություն, չէ՞։ Հիմա այդ հիասթափության մեջ, եթե կենթանիակը ինքը բան է անում, գնում է, այսպես էլի, ողակալության ճանապարհով, ոչ մեկ ինձանից ավելի լավը չի։ Ինչու ես պիտարապեմ ուրիշը երջանիկ լինի, եւ ես միշտ բերում եմ այդ օրինակը, ես այդպիսի մայր եմ ճանաչել, որը ինքը այսպես էլի իր աղջիկ երեխային տանը անխնա բանացնում էր տան գործերի մեջ, այսպես անխնա։ Եվ որ ես մի անգամ չհամբերեցի արդեն, ասեցի, ինչի ես էլի դու ես երեխայի հետ սենց վարվում։ Վաղը մյուս օր ես երեխան ամուսնանալու է, բոլոր ոչ մեկս չգիտեք, չէ, որ մեկի երեխան ում ձեռքն է գնելու, ինչ ճակատագիր է ունենալու, տեղից էլ ամբողջ կյանքում եւ լվանալու է, եւ թափելու, եւ էփելու, երեխա մի բանանելու, այս մի քանի տարին է, որ քո ձեռքի տակն է, էդ էլ ես խեղճ երեխայի կյանքը սարքել ես, դժոխք մի հատ ուրախություն չես թողնում ապրի, առավոտից երեկո մենակ գործերի մեջ ես զբաղացրել, քո գործերն է անում, որը տարիքով էլ իր համար չի նախատեսված, դա դու պիտի անեիր, ինչու ես այսպես վարվում։ Եվ գիտեք, ինքը շատ հանգիստ նայեց իմ երեսին, ասեց, իմ մայրն էլ է ինձ հետ այդպես վարվել, ասեց, ինքը ինձանից ինչով է լավը։ Հասկանում եք, տեսեք, այս վերաբերմունքի մեջ ընդհանրապես մայրություն չկար, չէ՞։ Կար ջղայնացած, չներած, չգիտեմ, բանի մեջ մարդ, որ ինքը կարող է ուրիշի հետ վարվել նույն կերպ, ինչպես վարվել են իր հետ ու իր դուրը չի եկել։ Այս ընտրությունը կենթանիակը ինքը միշտ ունի։ Հասկանում եք։ Հիմա առաքինության գոյավիճակի մեջ արդյունքը երկու հատ է՝ երջանկություն եւ իմաստություն։ Նյութական երջանկություն եւ իմաստություն։ Երբ որ կենթանիակը ինքը միշտ ընտրում է նյութական երջանկությունը, որովհետեւ փաստացի, եթե հոգին ինքը երջանկություն է ուզում, չէ, առաքինության գոյավիճակի մեջ կենթանիակը ինքը ձեռք է բերում այդ երջանկությունը, որովհետեւ ինքը մշտական ծնվում է դրախտային մոլորակներում։ Հասկանում եք, եւ այդտեղ հոգուն կարող է թվալ, որ ահա, դա հսկակրաս է, ինչ որ ինձ պետք է։ Եվ ինքը հավերժ կարող է, հավերժ շատ երկար կարող է մնալ կապված նյութական երջանկությանը եւ մշտական ուզենա այդ նյութական երջանկության մեջ լինել։ Հիմա ինքը արդեն գիտի ինքը ինչ պիտի անի, դա բարոյականության սկզբունքներն են, բարեպաշտության պաշարը եւ զոհագործությունները, չէ՞, ուրեմն կենթանիակը, որ ինքը այս երեք բաները անում է, ինքը մշտական ծնվում է բարձր մոլորակներում։ Եվ այդպիսի ազնվորությունը ինքը կարող է այդ ընտրությունը անել։ Հիմա, իսկ եթե ինքը ընտրում է գիտելիքը, այսինքն հենվում է այն նրա վրա, որ իմաստություն զարգացնի, չէ, ինքը արժեզրկում է նյութական երջանկությունը, ինչու որտեղ գիտելիքի միջոցով հասկացողություն է զարգացնում։ Հասկացողություն է զարգացնում, որ կենթանիակը ինքը հավերժ է, եւ հավերժ կենթանիակի համար, ես միշտ մի նախադասությունով եմ ասում, այո, հավերժ կենթանիակի համար նյութական երջանկությունը ինքը ավելորդ է, ժամանակավոր երջանկությունը ինքը ավելորդ է։ Եվ այդ կետից իմիդա հենվելով գիտելիքի վրա, կենթանիակը ինքը սկսում է իր ճանապարհը դուրս գալու այս նյութական աշխարհից եւ հենց այդ ճանապարհն է, որ իրականում կոչվում է հոգեվոր ճանապարհ։ Հա։ Ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք գոյավիճակների մեջ կախված կենթանիակի նույնացման process-ները։ Այսինքն կենթանիակը ինքը երբ որ բան է էլի, այդ տառապանքը ինքը այդ բնական արդյունքն է կենթանիակի գիտակցության, երբ որ ինքը գիտակցությամբ սխալ կենտրոն ունի։
սխալ բան է արժևորում, հասկանում եք, եւ ամեն անգամ երբ որ այդ ինչ-որ ինքը արժևորում էր ջարդուփժուր է լինում կոպիտ ասած, չէ, ինքը ցավ է զգում, չէ, եթե մենք արդեն խոսում ենք հոգեբանության տեսանկյունից, ապա հոգեբանության տեսանկյունից այս տեքստը ինքը հենց ուրեմն բաներ նկարագրում էր, թե ինչպես է ընդհանրապես տեղի ունենում այդ տառապանքի ծնունդը, չէ՞։ Ուրեմն առաջի հերթին, առաջի գործոնը, որը ինքը եւ վերջինը, որը վերանում է, առաջի գործոնը, որը ինքը առաջանում է, դա նա է, որ կենդանիակը իրեն նույնացնում է իր նյութական մարմնի հետ։ Երբ որ ինքը նույնացնում է իրեն իր նյութական մարմնի հետ, հիմա ինքը փորձում է այդ նյութական մարմնի միջոցով իրականացնի իր նախասահմանումը։ Հոգին նախատեսված է երաժշտության համար։ Հա? Եվ սա նշանակում է, որ հենց որ ինքը իրան նույնականացնում է նյութական մարմնի հետ, ինքը նյութական մարմնից է սպասում, ակնկալում վայելք։ Իսկ նյութական մարմինը եւ նյութական աշխարհը իրանք վայելքի համար չեն նախատեսված, այլ նախատեսված են դասացնելու, այսինքն ճիշտ փորձ ձեռք բերելու համար։ Հասկանում եք։ Եվ այստեղ առաջանում է այդ խնդիրը, որ կենդանիակը ինքը ուրեմն կանգնում է այդ հիասթափությունների անխուսափելիության առաջ, հասկանում եք։ Եվ երբ որ մենք տեսնում ենք, օրինակ գլխավոր գոյավիճակը նյութական աշխարհի դա կրքերի գոյավիճակն է։ Կրքերի գոյավիճակը ինքը ինչպես է աշխատում։ Հույս, հիասթափություն։ Սկսվում է երջանկության հույսով եւ վերջանում հիասթափության։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհում ամեն ինչը ունի թերի բնություն։ Որն է այդ թերի բնությունը։ Էլ որ սենց ուրիշ ոչ մի բան չունենա, հա, ամենանախասկզբնական եւ ամենակարևոր թերությունը, որը ունի նյութական աշխարհում ամեն ինչը, դա նա է, որ նյութական աշխարհում ամեն ինչը ժամանակավոր է։ Ժամանակավոր են իրերը, եւ որքան էլ ուզում է իրանք մեզ դուր գան, ժամանակի ընթացքում մենք հոգնում ենք այդ իրերից, հիասթափվում ենք, ինչու որտեղ այդ իրերը սկսում են փչանալ, չէ՞։ Ժամանակավոր է մարմինը եւ նույնպես ասենք սկսում է ծերանալ եւ թերություններով լի։ Հասկանում եք։ Այսինքն, այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ հոգին ինքը մտածում է, որ երջանկությունը իրեն պետք է գա նյութական մարմնի միջոցով, ինքը դառնում է թերություններով լի աշխարհից կախված։ Հասկանում եք։ Եվ սա երաշխիք է, չէ՞։ Երաշխիք է, ասեց առնվազն նրան, որ կենդանիակը ինքը հիասթափություններ է ապրելու։ Եվ այս նրա մասին էր խոսում Տեր Բրահման, չէ՞։ Ուրեմն տառապանքը դա ոչ թե կենդանի էակի բանն է, էլի ոչ թե պսիխիկայի խախտումն է, հասկանում եք, հա, այլ բնական ռեակցիան է։ Հոգու բնական ռեակցիան է, որը ունի սխալ ուղղվածություն։ Ինքը մտածում է, որ այնպես ինչպես հոգևոր աշխարհն էր նախատեսված իր երանության համար, ինքը մտածում է, որ նյութական աշխարհը նույնպես նախատեսված է իր երանության համար, բայց նյութական աշխարհը ինքը լրիվ ուրիշ բանի համար է նախատեսված։ Փորձ, ճիշտ փորձ հավաքելու համար։ Հասկանում եք, եւ այդ փորձի անունն է ինչի է վերածվում աշխարհը, երբ որ նրանում ապրում են էգոիստները։ Այսինքն, երբ որ ամեն մեկը կարևորում է միայն իր երջանկությունը։ Հասկանում եք, հա։ Հիմա ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը քննարկում է
կենթանիակի ամենակարևոր այդ անարդանի վրիտի պրոցեսի մեջ հոգու մաքրագործման քննարկում է հոգու ամենակարևոր բանը սրտի արատը կամ սրտի թուլությունը, այն ինչ որ կոչվում է անարդա։ Այս բառը հիշեք էլի, որ ես իրավունք ունենամ այդ մի բառով ասեմ, ամեն անգամ բաներ չկրկնեմ, հա։ Ուրեմն այդ անարդան է, հա, որն է, ես արդեն ասեցի, սանսկրիտ դա կոչվում է դեհա ափիմանու, այսինքն կեղծ ինքնանույնականացում։ Հասկանում եք, ինչի է բերում այդ, ուրեմն այն, որ կենդանիակը լինելով հավերժ հոգի նույնականացնում է իրան նյութական մարմնի հետ։ Առաջի հերթին դա բերում է նրան, որ նյութական մարմինը կենդանիակի համար, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, էլի դառնում է կուլտ, այսինքն երկրպագության առարկա, հա, կենդանիակը երկրպագում է իր նյութական մարմնին։ Երկրորդ հերթին դա առաջացնում է ծերության վախը, որովհետև հոգին ինքը երբեք չի ծերանում։ Եվ նույնիսկ ամենավերջի աթեիստը ինքը հենց դրա մասին խոսում է։ Երբ որ իր մարմինը շարքից դուրս է գալիս, ինքը սկսում է խոսալ դրա մասին, որ ինքը միևնույնն է իրան երիտասարդ է զգում։ Այդ երիտասարդը դա մարմնի զգացողությունը չի, դա հոգու զգացողությունն է, որտեղ հոգին ինքը հավերժ երանելի է եւ հավերժ գոյություն ունի։ Հոգեվոր աշխարհում ծեր կենդանիակներ չկան։ Հոգեվոր աշխարհում չկան սպիտակած մազերով անձնավորություններ։ Հոգեվոր աշխարհում ծերությունը չի իմաստության սիմպտոմը, այլ ուղղակի հակառակը։ Նա, որ իրոք իմաստուն է, կարողանում է լինել հավերժ երիտասարդ։ Հիմա սիրելիներս եւ ունի առողջ հոգեբանություն։ Ուրեմն ծերանալու հանդեպ վախն է։ Տեսեք, ինքը այդ մի հատ այդ անարդան, ինքը քանի հատ անարդա է ստեղծում, չէ՞, որտեղ այս ամեն մեկը, չէ, երբ որ մարդը ինքը երկրպագում է իր մարմինը, երբ որ վախ ունի ծերության առաջ, հիմա բան հակում մարմնի միջոցով վայելք ստանալ, հա, կախվածություն կոմֆորտից եւ չափից ավելի անհանգստություն, թե ինչպիսի դիրք ունի մարմինը այս աշխարհում ստատուսի մասին, չէ՞։ Տեսեք, ինքը միանգամից այն որ կենդանիակը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, նյութական մարմնի բոլոր բնութագրերը դառնում են կենդանիակի համար կոպիտ ասած պրոբլեմ։ Եվ որպեսզի ինքը նյութական աշխարհում վայելի մարմնի միջոցով, ինքը այդ բոլոր պրոբլեմները պիտի կարողանա որպես մինիմալ պլատֆորմա ղեկավարման տակ պահի։ Հասկանում եք, եւ քանի դեռ կենդանիակը ինքը իրեն նույնացնում է նյութական մարմնի հետ, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ այդ ամբողջ ընթացքում իր հոգեվոր պրակտիկան ինքը դեր բան է, այդ բանը նստի մի րոպե մի հատ այդ խոսքը նայեմ էլի։ Մակերեսային է։ Տեսե հիշում եմ, որ ուրիշ բառ կար էլի ավելի տիպուկ։ Իր հոգեվոր պրակտիկան ինքը մակերեսային է։ Հասկանում եք, դրա համար է, որ Բհագավադ Գիտայում, չէ, Տեր Շրի Կրիշնան ինքը Արգջունայի հետ խոսակցությունը սկսում է, երկրորդ գլուխը ինքը սկսվում է նրանից, որ Գերագույն Աստվածնավորությունը ինքը Արգջունայի հետ խոսում է, որ դու նյութական մարմինը չես։ Եվ իհարկե մենք չենք կարող միանգամից պոկվել այդ ինքնաիրականացումից, չէ՞։ Բայց շատ կարևոր է, որպեսզի մենք այդ գաղափարին ոչ թե հավատանք, այլ հասկանանք այդ գաղափարը։ Հա, այլ որպեսզի մենք այսպես պարզ գիտակցությամբ կարողանանք տեսնել, որ այս իմ մեջի այս արտահայտությունները իրանք խոսում են նրա մասին, որ ես այս մարմինը չեմ։ Մեկ այդ արգումենտները ես շատ անգամ եմ բերել էլի, նրանք ովքեր որ հիմա չեն հասկանում ինչի մասն է խոսքը, կամ գնացեք գիտակ կարդացեք, կամ լեկցիաները լսեք սկզբի։ Հասկանում եք, այսինքն շատ կարևոր է, որպեսզի մակերեսային հոգևոր կյանք չունենանք, այլ իրոք գնանք մեր հոգու շահերի հետևից,
ահա որ կարևոր է որ հասկանաք, որ հավերժ հոգի ենք։ Հասկանում եք, եւ նյութական մարմինը դա մեր ժամանակավոր ուրեմն կացարանն է, որը ինքը բոլորովին էլ նախատեսված չի։ Նույնը ինչի համար է նախատեսված, սա հիմա կարևոր չի։ Այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի հոգևոր կյանքը չլինի մակերեսային, շատ կարևոր է, որ կենդանիակը ինքը հասկանա, որ ինքը ոչ թե մարմին է, այլ հավերժ հոգի։ Որտեղ մինչև ինքը դա չհասկացավ, ինքը իր հոգու շահերի հետևից չի գնալու։ Հասկանում եք։ Հիմա, ես ամեն անգամ քննարկում եմ, թե ցանկացած տեքստ ինքը ինչպես կարելի է սխալ հասկանալ։ Այս տեքստը ինքը երկու կետ կարող է ունենալ, որի միջոցով կարելի է զարգացնել սխալ հասկացողություն։ Առաջինը դա այն է, որ երբ որ հնչում է այդ գաղափարը, որ հոգին ինքը կապ չունի նյութական աշխարհի տառապանքների հետ, կարելի է գալ եզրակացության, որի մասին ես ամենասկզբում խոսեցի, որ ազնվորությունը ինքը ուղղակի հերքի տառապանքի իրականությունը, հա? Այսինքն ինչ որ մեկը ինքը կարող է որոշել, որ տառապանքը դա պատրանք է եւ ինքը գոյություն չունի։ Հասկանում եք։ Իսկ իրականում այս տեքստը ինքը ոչ թե հերքում է, որ այդ ցավը կարելի է ապրել, այլ ինքը խոսում է նրա մասին, թե որն է ցավի աղբյուրը, որ դա նյութական մարմինն է, որի հետ հոգին ինքը ոչ մի կապ չունի։ Եվ երկրորդ շատ կարևոր բանը, սխալ հասկացողությունը, որը կարելի է այստեղ զարգացնել, դա նյութական մարմնի հանդեպ արհամարհանքն է։ Հասկանում եք, այսինքն այդպես էլ յախտ, չգիտեմ ինչ, հադես, մարմինը զզվելի, հոգին, այդ բոլոր հասկացողությունները իրենք կենդանիակին կանգնեցնում են սխալ ճանապարհի վրա։ Նյութական մարմինը կենդանիակի թշնամին չի։ Նյութական մարմինը ինքը կենդանիակի գործիքն է։ Հասկանում եք, եւ սխալը ոչ թե նյութական մարմինն է, այլ այն գիտակցությունն է, որի շնորհիվ կենդանիակը հայտնվել է նյութական մարմնի ջրաններում։ Հասկանում եք, եւ նյութական մարմինը ինքը թշնամի չի։ Ինքը մեր հնարավորությունն է առանց հոգևոր աշխարհին վնաս տալու դասեր քաղել սխալ գաղափարից։ Հասկանում եք, չգիտեմ, կարողացա բացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել, չէ՞։ Հասկանում եք։ Ուրեմն, իրական հոգևոր կյանքը ինքը սկսվում է այն կետից, որ կենդանիակը ինքը վերանայում է իր վերաբերմունքը տառապանքի հանդեպ։ Կա երկու թեմա, որը շատ կարևոր է տառապանքի թեմայի մեջ։ Առաջինը դա նա է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կենդանիակների տառապանքի մեջ ոչ մի կապ չունի հետ։ Տառապանքի հետ ոչ մի կապ չունի։ Նյութական աշխարհում ծնվում են կենդանիակներ, որոնք իրենք պատրաստ են իրար տառապանք պատճառել։ Եվ այդտեղ Գերագույն Աստծո անձնավորության ոչ մի բանը նախաձեռնությունը չկա։ Ամեն մի կենդանիակ ինքը իրեն է բերում, իր պահվածքով, իր արժեքային համակարգով, իր քայլերով, ինքը իրեն է բերում այն շրջապատ, որտեղ ինքը կարող է հանդիպել տառապանքի։ Առաջինը։ Հա? Երկրորդը, որ կենդանիակը ինքը ուրեմն բան է, ասեք, որ կենդանիակը ինքը կարող է, պետք է հասկանա, հա, որ բոլոր տեսակի տառապանքները իրենք նախատեսված են, իրենք արդյունքն են
կենդանեակի կողմից գործված սխալների։ Եվ նախատեսված են նրա համար, որպեսզի կենդանեակը ինքը ընկալի, որ այս ճանապարհը, որ ինքը ընտրել էր, իրան բերեց վատ արդյունքի։ Ուրեմն ինքը ընտրությունը սխալ էր։ Հասկանում եք։ Նյութական աշխարհում ապրող կենդանեակները սովորաբար Աստծուն մեղադրում են այսպես, եթե ասենք օրինակ, ամուսնության վրա դա ամենալավն է երևում, հա? Օրինակ ասենք, երիտասարդ աղջիկը կամ հիմնականում կանանց օրինակը ավելի բան է, էլի այստեղ ցայտուն խոսացող է, չէ՞։ Երիտասարդ աղջիկը ինքը ինչ-որ սենտիմենտների հիմքի վրա տղա է ընտրել եւ այսպես ամուսնացել է հույսեր ունենալով, որ այդ ամուսնությունը իրեն բերելու է երջանկություն։ Հետո գալիս է հիասթափությունը։ Պարզվում է, որ օրինակ ենթադրենք այդ տղամարդը ինքը շատ վատ բնավորություն ունի, ծեծող է, ջարդող է, փշրող է, կոպիտ է, բռնակալ է, չգիտեմ, սեռական հարաբերությունների մեջ է, գռեհիկ եւ այսպես եւ այլն, հա? Եվ հիմա տեսեք, ասեք, ինչ է անում այդ կինը։ Այդ կինը ինքը գալիս է կատում է Աստված ջան, ինչի համար ես այս ամեն ինչը ստացա, չէ որ ես ուզում էի, որ ես լինեմ երջանիկ, չգիտեմ ինչ էս են, չէ, բայց իրականում, չէ, այդ երևույթները, որը եկան իր կյանք, եկան ինչի համար, որտեղ ինքը չէր գնահատել, պրիչոմ ստեղ Աստված։ Հասկանում եք, այսինքն ամեն մի այդպիսի սխալ իրադրություն, որ օրինակ ես միշտ ասում եմ, չէ, որ ես վստահ ասում եմ, այդ կյանքս ոնց որ ես ապրել եմ, այն պայմանները, որը ինձ տրվել է կյանքում ճակատագրով, չէ, այնպես ինչպես որ ես ապրել եմ, 100 անգամ ապրեի, 100 անգամ նույն ձևով կանցնեի։ Բացի մի քայլից, այն մի քայլ կա, որը ես ասում եմ, այդ պահին չէ, Գերագույն Աստծո, ես դա հետո շատ տարիներ հետո նկատեցի, որ այդ պահին Գերագույն Աստծո ազնվորությունը, էլ ոնց ասեմ, էլի, դաժե պատն էր օգտագործում, որ այդ պատի միջոցով ինձ ասի, սա մի արա։ Իսկ ես այդ իրա ձայնը մի արա, ընկալում էի ուղղակի հակառակը, որ կոպիտ ասած, սա պրոստը սատանան ինձ չի թողնում, որ ես գնամ հոգևոր ճանապարհով։ Հա? Եվ ես գործեցի իմ կյանքի ամենամեծ սխալը, որը ինչ հետևանք ունեցավ այդ սխալը։ Ես ընկա այնպիսի մի ճակատագրական իրավիճակի մեջ, չէ, որտեղ հենց իմ հոգևոր կյանքը առաջի հերթին տուժեց, որտեղ ես հույս ունեի, որ շատ մեծ ապահով հոգևոր կյանք եմ ինձ համար այս քայլով ապահովում։ Հասկանում եք, եւ այո, ես այդ բոլոր հետևանքները, հա, ճիշտ է, կարող եմ Աստծո ողորմածությամբ առանց այսպես կեղծ համեստությամբ կարող եմ ասեմ, որ պատվով անցել եմ ամեն ինչի մեջով, չէ, բայց որ դա սխալ էր, եւ ես ստիպված եմ եղել կյանքում պատվով անցնել սխալի միջով, հասկանում եք, որ ավելի չբարթանա իրավիճակը, դա այլ հարց է, եւ ամենասկզբից ճիշտ որոշում կայացնելը, դա ասենք այ կվալիֆիկացիա չհերիքեց էլի, որպեսզի ես կարողանամ հասկանամ, որ սա հիմա ինձ Աստված է զգուշացնում։ Մի արա այս քայլը քո համար սխալ որոշում է։ Իսկ ես մտածում էի, որ ես իմ կյանքի ամենահոգևոր որոշումն եմ այդ պահին ընդունում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ այո, իհարկե, ոչ մեկ չի կարող ասել, եթե ես այն պահին ուրիշ որոշում ընդունեի, իմ կյանքը ինքը ինչպես կդասավորվեր։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Այսինքն նյութական աշխարհը, չէ՞, մենք դրա համար է, որ ամեն անգամ, երբ որ մենք ինչ-որ մի այնպիսի իրավիճակի մեջ ենք գալիս, որ այդ իրավիճակը ինքը ինչ-որ խառնաշփոթ է, չէ՞, մենք անմիջապես պիտի առաջի հերթին պիտի դա մտածենք, սրա համար է տված մեզ այս կյանքը։ Ինչն եմ ես սխալ արել, ինչն եմ ես սխալ մտածել, հասկանում եք, ինչու է սա, օրինակ տեսեք արիացիները իրանք ամենասկզբից էին իրենց երեխաներին այդպես դաստիարակում, իրենք երեխային տալիս էին 3 գոյավիճակների
Ուրեմն գիտելիքը, ես երբեք դեռ մանրամասնորեն այդ գիտելիքը ձեզ հետ չեմ քննարկել, էլի, որովհետեւ դուք կարողանաք հասկանալ, թե այդտեղ ինչ խորության մասին է խոսքը, չէ՞։ Ուրեմն տեսեք, այդ ամեն ինչը, չէ՞, ինքը կենդանեակին ճիշտ ճանապարհի վրա է դնում։ Իսկ երբ որ կենդանեակը ինքը իր բնության համաձայն մտածում է, որ ինքը երանության համար է ստեղծված եւ իրան նույնացնում է նյութական աշխարհի հետ, ուրեմն ինքը մտածում է, որ այն նյութական աշխարհը ստեղծված է իմ վայելքի համար եւ սկսում է այդտեղ վայելքի կռիվ տալ։ Եվ աշխարհը դառնում է դժոխք։ Հասկանում եք։ Իսկ եթե ամեն մեկը իր կյանքին մոտենա այդ տեսանկյունից, որ սա փորձի կյանք է, հա, եւ ամեն մի էպիզոդից հետո ճիշտ հետևությունների գա, աշխարհը իրականում շատ ավելի բարի, շատ ավելի փափուկ եւ այո, ես չեմ վախենա այդ խոսքից, շատ ավելի ինտելիգենտ կդառնար, քաղաքակիրթ կդառնար, ոչ թե ձևական, այլ իրականից։ Հասկանում եք, որովհետեւ քաղաքակրթությունը դա ազատությունը չի, քաղաքակրթությունը դա հարգանքն է։ Հարգանքն է առաջի հերթին ինքդ քո կյանքի հանդեպ, երկրորդ հերթին ուրիշների կյանքի հանդեպ։ Հասկանում եք։ Իսկ երբ որ մենք մտածում ենք, որ կարելի է սխալվել, եւ կարևորը այն է, որ այդ սխալը իմն է, մենք առաջի հերթին հարգանք չունենք սեփական գոյության հանդեպ։ Իսկ նյութական աշխարհում հայերեն չգիտեմ ոնց ասեմ, էլի, всё надо беречь։ Հասկանում եք, ամեն ինչի մասին պետք է հոգ տանել։ Եվ այդ հոգատարությունը ինքը չի առաջանում բարիությունից։ Հոգատարությունը, իրական հոգատարությունը ինքը առաջանում է հարգանքից։ Սեփական անձի եւ ուրիշ կենդանիների անձի հանդեպ։ Եվ ուրեմն սա էր մի թեթև քննարկումը այս տեքստի։ Այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։